Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք։ Հուլիսի 1-ին լրանում է պարտադիր հաշտարարության 1 տարին։ Ինչ է այն իրենից ներկայացնում, որ դեպքերում է պետք դիմել հաշտարարին եւ ինչպիսի արդյունքներ կան արդեն գրանցված, կիմանանք մեր հյուրից։ Հայաստանի Հանրապետության հաշտարարների պալատի նախագահ Գայանե Դեմիրճյան։ Լույս առավոտի։ Բարի լույս։ Միանգամից հնչեցնենք առաջին հարցը։ Հուլիսի 1-ին լրանում է պարտադիր հաշտարարության 1 տարին։ Եկեք պարզաբանենք մեր հեռուստադիտողների համար, ինչ է իրենից ներկայացնում հաշտարարությունը եւ որ դեպքում է պետք կամ պարտադիր դիմել հաշտարարին նախքան դատարան հասնելը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հայաստանում հաշտարարությունը ներդրվել է դեռևս 2015 թվականից, սակայն 2025 թվականի հուլիսի 1-ին ներդրվեց պարտադիր հաշտարարությունը ամուսնաընտանեկան որոշ գործերով, մասնավորապես այդ գործերն էին ալիմենտի, երեխայի խնամքի, դաստիարակության, ամուսինների համատեղ գույքի բաժանման, ամուսնալուծության, ամուսնաընտանեկան պայմանագրերից բխող վեճերը։ Այս հարցերի հետ կապված օրենսդիրը նախատեսեց, որ նախքան դատարան դիմելը պետք է անձը դիմի արտոնագրված հաշտարարի եւ փորձեն վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, ոչ թե հաշտվեն այլևս վեճ չունենան, իհարկե այդպիսի դեպքեր ենք ունենում, բայց որպեսզի դատարանների բեռնաթափում տեղի ունենա, չծանրաբեռնվեն դատարանները, սկզբում փորձեն իրենց վեճը հաշտարարի օգնությամբ լուծել հաշտությամբ։ Ինչ ասել է հաշտարարություն, հաշտարարությունը դա մի գործընթաց է, որտեղ կողմերը հաշտարարի օգնությամբ, հաշտարարը անկողմնակալ երրորդ անձն է, վերջինիս օգնությամբ փորձում են գտնել ընդհանուր եզրեր, ընդհանուր հայտարարի գալ եւ հաշտության համաձայնություն կնքել։ 1 տարին բավական երկար ժամանակ է առաջին ամփոփումների համար, այս ընթացքում ինչ արդյունքներ կան արդեն իսկ գրանցված։ Մոտ 1600 գործ է արդեն մակագրվել պարտադիր հաշտարարությամբ, բայց նաև կամավոր հաշտարարություններ ունենք, ինչ պարտադիր հաշտարարության դեպքում գործում է e-mediation.am համակարգը, որը վարվում է Արդարադատության նախարարության կողմից եւ քաղաքացիները, եթե երկու կողմը չունի ընդհանուր հայտարար ընտրված հաշտարար, այս դեպքում դիմում են e-mediation.am կայքով դիմում են ներկայացնում եւ պատահականության սկզբունքով ընտրվում է վերջներիս համար հաշտարար եւ իրականացվում է հաշտարարությունը։ Այդ համակարգի միջոցով մուտք է եղել մոտ 1600 գործ, բայց մոտ 200 գործ էլ կամավոր հաշտարարությամբ է իրականացվել եւ արդյունքում 27% այս գործերի ավարտվել է հաշտության համաձայնության կնքմամբ։ Այսինքն կարող ենք հստակ արձանագրել, որ այդ գործերը չեն գնացել դատարան եւ չեն վերածվել վեճի, ինչը շատ ողջունելի ցուցանիշ է, բայց նաեւ կան վիճակագրական որոշակի այլ տվյալներ, այդ մասին նաեւ Արդարադատության նախարարների ելույթում ներկայացրել, որ գործերի մոտ 50%-ն է գնացել դատարան, այսինքն այնտեղ, եթե ես նշեցի 27%-ը հաշտությամբ է ավարտվել, տակը մնում եմ 63%, բայց այդ 63-ից մի 10%-ն էլ 20%-ն էլ չի գնացել դատարան, որովհետև կարծում եմ հաշտարարության փուլում նաև սպառել են իրենց եւ թեկուզ հաշտության համաձայնություն չեն կնքել, այդուհանդերձ նույնիսկ դատարան չեն դիմել եւ մոտ 50%-ն է, որ գործերի գնացել է դատարան։ Սա նշանակում է, որ այս 1 տարվա ընթացքում այս բնույթի գործերով ամուսնաընտանեկան 50%-ով դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացել է։ Բայց իրականում ահռելի շատ մեծ բարդ աշխատանք է իր ուսերին վերցրել հաշտարարը, որովհետև նախ մարդկանց հետ դու դառնում ես հոգեբան։ Դու պետք է շատ նրբորեն մոտենաս հարցին, դու մանրակրկիտ պետք է ծանոթանաս հարցին, որովհետև երկու կողմն էլ ճիշտ են, երկու կողմն էլ ունեն իրենց պահանջները, երկու կողմն էլ կարծում են, որ իրենք պետք է, չգիտեմ, լինեն հաղթողը կամ օգտվեն այս կամ այն ինչ-որ առավելություններից, քանիսն են հաշտարարները եւ ինչն է առաջնային ու կարևոր իրենց աշխատանքում, որ կարողանան, այսպես ասած, լեզու գտնել մարդկանց հետ, հա։ Շատ ճիշտ եք նշում, մենք այս պահին ունենք 125 արտոնագրված հաշտարար, որոնցից մոտ 50-ը ընտրել են հենց պարտադիր հաշտարարությամբ զբաղվել է եւ հաշտարարները պարբերաբար անցնում են մասնագիտական վերապատրաստումներ, հաշտարարների պալատի հենց կոչումը, այսպես ասած, դրանում է, որպեսզի ապահովի մասնագիտական գիտելիքների կատարելագործումը եւ պարբերական կատարելագործումը։ Բացի այդ հաշտարարների պալատը նաեւ հաշտարարների վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է եւ
հաշտարների պալատը սահմանել է վարքագծի կանոններ, որոնց պարտավոր են հետևել հաշտարները, ինչպես պահել իրենց, ինչպես վարվել, ինչպես լինել անկողմնակալ, եւ այդ դասընթացներն էլ, որ իրականացվում են հաշտարների համար պարբերաբար, հենց նաեւ ունեն որոշակի հոգեբանական կոմպոնենտ իրենց մեջ, շատ ճիշտ եք ասում, բանակցային արվեստը ինքը շատ բարդ է, հաշտարի դեպքում հատկապես վիճող կողմերին բերել ընդհանուր հայտարարի, տենց այսպես ասած, ստեղծել մի հատ խաղաղ մթնոլորտ, որի ժամանակ կարողանան կողմերը գտնել լուծումներ եւ վեր կանգնել իրենց էմոցիաներից, հույզերից եւ գան ավելի շատ իրենց իրական կարիքների դաշտ, շատ բարդ է, բայց դա հաշտարարի առաքելությունն է ու այո, հաշտարարությունը նաեւ հենց այդ երկխոսության արվեստի մասին է եւ մշակույթ է ձևավորում, հենց որը կարծում եմ, որի կարիքը մեր հասարակությունը ուներ։ Իսկ գոյություն ինչ որ ժամկետ, որը որ արդեն հասունանալուն պես հասկանում ես, որ արդեն անիմաստ է շարունակել եւ հնարավոր չէ ոչինչ անել, այսինքն չգիտեմ 1 ամիս, 2, 3, 6 ամիս, տարի։ Հաշտարարությունը շատ կարճ ժամկետներում է իրականացվում, իրականում ժամեր է տևում հաշտարարությունը, շատ քիչ դեպքերում ամիսների է վերածվում, բայց հիմնականում ժամեր եւ շաբաթներ, շատ կարճ ժամկետներում կողմերը կարողանում են գալ ընդհանուր հայտարարի, դրան օգնում է նաեւ առանձին հանդիպումների տեսքով հաշտարարության իրականացում, օրինակի տարբերություն դատանի, եթե կողմերը պետք է իրար գնան տեսնեն, հաշտարարության դեպքում կողմերը կարող են առանձին հանդիպել հաշտարարի հետ եւ սկզբում մի կողմը, հետո հաշտարարը փոխանցի, մեկի խոսքը մյուսին, այսպես ասած միջնորդի դեր է տանում ավելի շատ հաշտարարը եւ այդ առանձին հանդիպումների ընթացքում գալիս են այդ ընդհանուր հայտարարը եւ միայն կարող է ստորագրման ժամանակ գան միասին ստորագրեն հաշտության համաձայնությունը կամ նույնիսկ այդ ժամանակ էլ կարող են եւ չհանդիպել, ինքը շատ կարճ ժամկետներում է իրականացվում, բայց եթե կողմերը չեն ցանկանում այդ իրականացնել, հենց կարող են ցանկացած պահի հրաժարվել։ Հաշտարարության կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ ճիշտ է մենք ասում ենք պարտադիր հաշտարարություն, բայց նաև կամավորության կոմպոնենտը կա եւ ցանկացած պահի, ցանկացած ժամանակ կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի հրաժարվել հաշտարարությունից։ Եվ հաշտարարը ինքն էլ, եթե կա վեճի շրջանակներում երեխայի լավագույն շահով պայմանավորված, եթե տեսնում է, որ կողմերը դիտավորյալ ձգձգում են, վեճը, երեխայի լավագույն շահով պայմանավորված կարող է ավարտել հաշտարարությունը եւ կողմերին ուղղորդել արդեն դատարան։ Խոսենք մարտահրավերներից, ինչ դժվարությունների բախվեց այս ինստիտուտը կայացման առաջին տարում եւ արդյոք հանրության շրջանում իրազեկվածության մակարդակը բավարար էր։ Շատ հենց միանգամից ձեր հարցի մեջ կար նաև պատասխանը, առաջինից մարտահրավերը դա իրազեկվածության պակասն էր եւ նաև վստահության պակասը, եթե դու մի բան չգիտես, մի բանից տեղյակ չես, նաև չես վստահում դրան։ Եվ առ այսօր մենք դրա մեջ ենք, այնպեսի դա հաղթահարվել է եւ հաշտարարների պալատը այդ մասով եւս իրականացնում է մի շարք միջոցառումներ, այդ թվում կրթական ծրագրեր բուհերի հետ կապված, մի շարք արդեն իրականացրել ենք ամերիկյան համալսարանի հետ գարնանային դպրոց, վերջերս իրականացրեցինք ամառային դպրոց եվրոպական համալսարանի հետ, այսինքն ուսանողությանը եւս տեղեկացնում ենք այս ինստիտուտի մասին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին տարածեն սա։ Բացի այդ մի շարք հարցազրույցներ եւ հաղորդումների շրջանակում հյուր ենք լինում, ձեզ էլ շնորհակալություն այդ ակցիային, այսպես ասած, մասնակցելու եւ հաշտարարությունը տարածելու տեսանկյունից, իրազեկելու հանրությանը։ Մարտահրավերներից ամենամեծը դա է, որ վստահության պակասը կա, որովհետեւ հանրությունը չի հասկանում ինչ է, ով է հաշտարարը եւ ինչի պետք է իրեն վստահի իր վեճը կամ վստահի հաշտարարին։ Սա համար մեկն է, մյուսը ինստիտուտի կայացման խնդիր կա, բնականաբար, քանի որ հաշտարարների պալատն էլ ինքը վաղուց ձևավորված է, բայց ավելի ակտիվ սկսել է գործել 2025 թվականից, երբ ձևավորվեցին հաշտարարների պալատի ներկայացուցչական մարմինները, իդեմս նախագահի եւ խորհրդի, եւ ինստիտուցիոնալ առումով եւս պալատը կայացման խնդիր ունի։ Սրա հետ կապված մի շարք խնդիրներ կան, չթվեմ դրանք, արդյունահանդերձ մենք կայացման փուլում ենք։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում հաշտարարների պալատը կկայանա որպես ինստիտուցիոնալ կառույց, կհամախմբի բոլոր հաշտարարներին եւ դրա միջոցով կբարձրանա նաեւ հաշտարարների հեղինակությունը։ Մենք խոսեցինք մարտահրավերներից, բայց եկեք նաեւ խոսենք առավելությունների մասին, ինչով է հաշտարարի հետ աշխատանքը ավելի շահավետ եւ հարմարավետ կողմերի համար, ժամանակի, ֆինանսի, հոգեբանության
հոգեբանական ծանրաբեռնվածության։ Ինչ սովորեցնում, հաշտարարը։ Այո, հաշտարարությունը, ինչպես նշեցի, ժամանակի խնայողություն է, սա ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է։ Ինքը կարճ ժամկետներում տեղի ունեցող գործընթաց է։ Հաշտարարությունը գաղտնիության վրա հիմնված գործընթաց է։ Սա էլ շատ կարևոր է, կարող ենք չկենտրոնանալ միայն ամուսնաընտանեկան վեճերի վրա, նաև հաշտարարությունը կարող է բիզնես վեճեր լուծել, օգնել բիզնեսին, օգնել գործընկերներին պահպանել հարաբերությունները, որովհետև ի տարբերություն դատական համակարգի, որը հրապարակային է եւ բոլոր տեսնում են ով ում հետ է վիճում, ինչի շուրջ, հաշտարարությունը չեն իմանում ով ում հետ է վիճում, ինչի շուրջ է վիճում, դա որևէ տեղ, ոչ մի տեղ չի արձանագրվում եւ սա հաշտարարության գրավիչ հատվածներից մեկն է, գաղտնիությունը։ Հեղինակության պահպանման տեսանկյունից է կարևոր, նույն բիզնես գործընկերների եթե վիճվում են, պետք չէ, այսպես ասած, որ բոլորը այդ մասին իմանան։ Եվ հենց այս կոմպոնենտի հաշվառմամբ էլ, ինչպես նշեցինք, նաև հաշտարարությունը կամավորության գործընթաց է, եւ հենց այս գաղտնիության եւ կոմպոնենտի հաշվառմամբ էլ մոտ ապագայում նախատեսվում է, որ աշխատանքային վեճերը եւս պարտադիր հաշտարարությանը ենթակա լինեն եւ գործատու աշխատող հարաբերությունները, ինչը նաև գործատուներին է շատ ձեռնտու, այսպես ասած, որպեսզի հրապարակային չիմանան, թե քո աշխատողը քեզանից ինչպիսի դժգոհություն ունի, շատ լավ կլինի, որ հենց հաշտարարության միջոցով այդ վեճերը լուծվեն։ Նաև նշեմ, որ այս տարվա հունվարի 1-ից պարտադիր է դարձել նաև հաշտարարությունը առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի շրջանակներում հիմնադրամի որոշումների հետ կապված, եթե ֆիզանձինք եւ հիմնադրամի որոշման հետ համաձայն չեն, ապա այս վեճերը եւս ենթակա են պարտադիր հաշտարարության։ Դեռ այս մասով 6 ամիս է անցել, իրականում այդ հատուցումների հետ կապված գործընթացները դեռևս ինչ որ վիճահարույց հարցեր չեն առաջացրել, ինձ թվում է 1 տարի անց, այսպես ասած տարեվերջին կարող է այս մասով էլ ունենանք որոշակի վիճակագրական տվյալներ։ Իսկ կարող ենք ասել, որ top 3 հարցերը կամ խնդիրները, որոնց համար դիմում են, դա հենց այդ ամուսնության ալիմենտների հարցերն են, առողջության վերաբերվող եւ մոտ ապագայում աշխատանքային վեճերը, բայց այո, բիզնես վեճերը եւս դիմում են, բայց սա հիմնականում գործատու աշխատող, նաև ասենք գործընկերային վեճեր, մատակարար եւ պատվիրատու, այսինքն այս վեճերը եւս հաշտարարությանը դիմում են հատկապես ժամկետները հաշվի առնելով եւ խնայելով։ Մի հատ առավելություն նշեմ, հաշտարարի արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը, եթե ուզում են կողմերը դրան տալ դատական ակտի տեսք, ապա դատարանը այն հաստատում է 1 շաբաթյա ժամկետում, այսինքն ստացվում է 7 օր հետո կողմերը ունենում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը ենթակա է լինում հարկադիր կատարման։ Այսինքն սա 7 օր անց ունենալ դատական ակտ, սա իրականում շատ ֆանտաստիկ ժամկետներ են մեր դատարանի համար հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը նաև։ Իսկ դատարանը հաշվի առնում են ընդհանրապես օրինակ, երբ որ այս մարդիկ օրինակ X հարցով դիմել են հաշտարարին, բայց իրենց մոտ օրինակ չգիտեմ, չի ստացվել եւ այլն, գործը հասնում է դատարան։ Դատարանին դա ինչ ուշադրություն դարձնում է այդ ամեն ինչին, արդյոք հետևում է մանրամասնին, թե ոչ, թե դա։ Տեսեք, դատարանը արձանագրություն է հաշտարարը տալիս, որ չի կայացել հաշտարարությունը եւ այդ արձանագրության մեջ բնականաբար անդրադարձ կա, քանի հանդիպում է տեղի ունեցել, ով չի եկել այդ հանդիպումներին եւ դատարանը կարող է այդ գնահատական տալ, սա հատկապես դատարանի համար գնահատելու տեսանկյունից դատական ծախսերի բաշխման տեսանկյունից է։ Ի վերջո հաշտարարությունը վճարովի ծառայություն է եւ դատարանը կարող է գնահատական տալ կողմերի վարքագծին դատական ծախսերը բաշխելուց եւ հասկանալ, ում վրա դնի այդ դատական ծախսը։ Եթե դիմող կողմը օրինակ եղել է բարեխիղճ, ներկայացել է հաշտարարությանը, սակայն հրաժարվել է պատասխանող կողմը, այս դեպքում կարա եւ դատարանը գնահատի վարքագիծը պատասխանող կողմի։ Իսկ այս 1 տարվա ընթացքում եղել է այնպիսի գործ, որ հրաժարվել եք, չեք վերցրել։ Ես ինքս այս պահին պարտադիր հաշտարարությամբ չեմ զբաղվում, մեր մյուս հաշտարարներն են զբաղվում, բայց եղել են այո դեպքեր եւ օրենքը նաեւ թույլ է տալիս հաշտարարներին առանց որևէ պատճառաբանության 3 անգամ տարվա մեջ հրաժարվել հաշտարարության իրականացումից։ Եվ մնացած դեպքերն էլ խիստ սահմանափակ են, այսինքն եթե հրաժարվում ես, պետք է ունենաս հիմնավոր պատճառ, որ օրինակ կողմերից մեկի հետ ծանոթ ես, բարեկամ ես, այդպես է պատահական քեզ է մակագրվել, բայց պարզվում է քո ընկերն է մյուս կողմում։ Այս դեպքում պետք է հաշտարարի պարտավորություն ունի բացահայտել, որ ինքը ծանոթ է այս մի կողմին, եթե կողմերը ցանկանան, որ ինքը լինի իրենց գործով հաշտարարը։ Դա խիստ պարտադիր կետերից է։ Այո, իհարկե։ Իսկ ընդհանուր օրենքը թույլ է տալիս յուրաքանչյուր հաշտարարի 3 անգամ տարվա մեջ առանց որևէ հիմնավորման ինչ որ մի հաշտարարությունից հրաժարվել։
եւ ունեցել ենք նմանատիպ դեպքեր։ Առաջիններից իրավաբանների պալատներ, որ հռչակագիր կնքեցին ձեզ հետ միասին, փաստաբանների ներողություն, ինչ է դա տալիս։ Տեսեք, հաշտարների պալատը ակտիվ համագործակցում է ներպետական մասնագիտական կառույցների հետ եւ այո, փաստաբանների պալատը առաջիններ, ում հետ կնքեցինք համագործակցության հուշագիր, դրա շրջանակներում մենք մի շարք համատեղ սեմինարներ ենք իրականացրել փաստաբանների համար, որովհետեւ փաստաբանները հենց համար 1, օգտվողներն են այս ինստիտուտից, ինչ տեսանկյունից, որ իրենց վստահորդներին ուղղորդեն, ճիշտ բացատրեն, նաեւ ներկայացնեն հաշտարության առավելությունները, որտեղ միգուցե հնարավոր է վեճը չհասնի դատարան եւ հաշտարարության միջոցով ավարտվի ավելի կարճ ժամկետներում եւ դա օգուտ է հենց իրենց վստահորդների համար։ Եվ հենց այս տեսանկյունից առաջին հերթին մենք փաստաբանների համայնքում իրականացրեցինք մի շարք դասընթացներ, սեմինարներ, որպեսզի իրազեկվեն փաստաբանները եւ տեղեկացնեն նաեւ իրենց վստահորդներին։ Բացի այդ, փաստաբանների պալատը մեզ շատ աջակցել է տարածքի տրամադրման տեսանկյունից, շատ հաճախ այնտեղ իրականացրել ենք վերապատրաստման դասընթացներ, դահլիճ է մեզ տրամադրել։ Փաստաբանների պալատը, այսպես ասեմ, առաջին կառույցն է, ով կանգնել է այսպես հաշտարարների կողքին, հաշտարարների պալատի կողքին եւ գործընկերային հարաբերություններ է ձևավորել։ Շատ լավ։ Մեր հեռուստադիտողները բոլոր մանրամասներին որտեղ կարող են ծանոթանալ, եթե ինչ-որ հարցեր ունեն։ Շատ լավ, հաշտարարների պալատը ակտիվորեն վարում է մի շարք սոցիալական կայքեր, դա LinkedIn-յան էջն է, Instagram-յան, Facebook-յան, բացի այդ մենք ունենք թեժգից, եթե հարցեր ունենան 096 14 55 55 հեռախոսահամարին կարող են զանգահարել, ինչպես նաև e-giz mediation.am կայքի միջոցով կարող են ծանոթանալ արդեն գործող հաշտարարների ցանկին, այդ թվում հաշտարարական հաստատությունների ցանկին եւ եթե ունեն այդպիսի խնդիր ամուսնաընտանեկան վեճերի հետ կապված կամ ապահովագրական խնդրի հետ կապված, ինչ նշեցի առողջության պարտադիր ապահովագրության շրջանակներում, ապա կարող են իրենց դիմումները ներկայացնել այնտեղ։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ, մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության հաշտարարների պալատի նախագահ Գայանե Դեմիրճյանը։ Ձեզ լավ ենք մաղթում։ Իսկ մենք անցնենք առաջ, շուտով այստեղ կհնչի երաժշտություն, լավ տրամադրություն։ Լավ, անցնենք առաջ, թե ովքեր են լինելու մեր հյուրերը, կիմանաք վարքյան նրանց, մնացեք մեզ հետ։